միավորներից խոսամ։ Ես ու միավորն եմ։ Ես ու դու նույն միավորներից եմ։ Ես 11 եմ, երկրորդ։ Ես 11 եմ։ Տրեք, բայց ասեք առաջի օրը դժվար օր։ Բայց արդեն սովորել։ Մանավանդ եմ ձնեն ինձ չեմ։ Անցած գիշեր մեր սենյակում կոնֆլիկտ եղավ։ Եկեք մի բան անենք հետաքրքիր։ Ինչ։ Եկեք այդ աղջիկների խոսք։ Հոքեյ։ Այս շատ վատ միտք է։ Ահա վատ միտք է։ Տղերքից մեկը առաջարկեց գնանք աղջիկների երեսին ատամի մածուկ կսենք։ Կարող է մի օր իրեն գա։ Սիրուն բան չեք անում։ Մի րոպե։ Որտե՞ղ ես կասեմ։ Ես ու էլի մի քանի տղեկ կտրուկ դեմենք այդ գաղափարին։ Մի պահ սենյակում մթնոլորտը լարվեց, սկսեցին գորգռալ իրար վրա, բայց այդ ամեն ինչը կարճ տևեց։ Ճիշտն ասած, մենք մտածեցինք, որ կարող է գիշերը գային աղջիկները մեզ սպասեին, բայց ինչքան է որ աղջիկները անեին, մենք նման բան մեզ թույլ չէինք տա։ Տղեկ, լսեք, կարող ասենք վատ դրության մեջ կսենք, ինչքանով սիրուն կլինի։ Ասենք կարող է մեդից մեկի քոր օրինակներ, ձեզ դուր կգար որ դες բան անեին։ Ավելի լավ է փոխեք այդ միտքը։ Ճիշտ է ասում։ Ճիշտն ասած, սկզբում ոգևորվեցի այդ մտքից, բայց հետո սկսեցի այդ ամեն ինչին ուրիշ կողմից նայել։ Հետո բոլորս համաձայնության եկանք, որ չի կարելի գնալ աղջիկների սենյակ, երբ նրանք քնած են։ Լավն էր, որ խոսեցինք, հասկացանք իրար ու այդ ամեն ինչը վայտի չվերածվեց։ Շարունակվում է Arm Games reality ճամբարը, արդեն երկրորդ օրն է։ Ամեն առավոտյան նախաճաշից հետո երեխաներին սենյակներում սպասվելու է նոր խաղ։ Ինչ անում Էս էլի խաղ։ Վայ երախեք, ստելի հա։ Աղա բացել կողոկը։ Մանե հելը դու կարդու Սկզբում ամեն ինչ շատ լարված էր, մենք մտածում էինք, որ չէինք կարանալու անցնեինք, բայց հենց մտանք, մեզ թվաց թե շատ դժվար է լինելու, հենց բացեցինք, կարդացինք, արդեն մտովի հասկացանք ինչ պիտի անենք։ Բարի օր, Arm Games ճամբարականներ։ Հայտնիները այնպես շարեք խաղադաշտի վրա, որ շախմատի քայլերը առանձնանան։ Իրարից եւ ամեն զոնայում լինի մի խաղաքար։ Այսինքն ամեն Հատնենք, Ես պետք է շարենք, որ այսինքն տարբեր բաներ այսինքն օրինակ մեկը ստել։ Էսի երևի ստեղ, ես սպասեք, էսի ստեղ, էսի, չէ, սպասեք, չի լինի րոպե։ չէ, սպասեք։ Մի րոպե հլոհանի։ Էսի մեկ, էսի երկու սենց, էսի 3, էսի 4, չէ, այնտեղ բացի։ Վայրկյան։ Մի դաշտում առանձին, քանի հատ է, այսքանն է, ապե չէ, առանձին չի, սխալ է։ Ոնց որ այս սենց։ Սա եթե 3 հատ է, մի հատ Չէ, ճիշտ է, մի րոպե, սպասեք, դնի, այսրանք առանձնանում են ու էսը, հա, ոյ։ Հա, սենց Հլդի։ Էս էլ բաբոց։ Սենց, չէ, ման, այստեղ պիտի ավելի գայոש սենց, բանը, երեխեք մի վարկան, փայտիկներ բռնեք չգնեն։ Ստեղ մի հատը խաչ է։ Այս սենց։ Երեխեք խաչվեն ասին։ Բա մի հատ մնա։ Չէ, երեխեք չի լինում։ Ուրեմն այս սրանք են։ Բայց այստեղ էլ է այդ կուհատ լինում։ Այս սենց։ Ապե ամեն մի հատը պետք է մի հատ տեղ լինի։ Հիմա էսի ստեղ կլինի։ Ապե հա կլինի, ամեն էսի տեղ կլինի, էսի ստեղ կլինի։ Հա, հետո Էստեղ չի լինի տենց։ Ապե այդ արդեն չի լինի տենց, որովհետև մի գծում 3 հատ է ալնում։ Իսկ պետք է մի հատում մի հատ լինի։ Երեխեք լպիտ բռնեք այդ փայտիկները, մեկը մի կողմ ագրում, հետո մի։ Սպասի, այս է։ Եթե տարբերակով ոչինչ չի լինում, խեք էլի չի։ Բայսի։ Էս ճիշտ է, էս մենակ մնում է էս։ Իսկ եթե էս, չէ մի հանի, չէ մի հանի։
Եթե այս Իմ կարծիքով այս խաղում մենք շատ վատ արդյունք ունեցանք, քանի որ շատ թմայն էինք, բայց ոչ բոլորը։ Կեսը աշխատում էին այդ խնդիրը լուծելու համար, իսկ կեսը ուղղակի նստած էին։ Այստեղ երկու ատոմ։ Չէ, էս էստեղ առանձին է։ Առանձին է։ 1 2 3 Չէ, բայց է Այստեղ երեխեք մի վայրկյան, սենց, չէ, այս քանդիկ, սենց, Չէ, էս իսկ այսի սենց, սպասեք, իսկ եթե այդի այս սենց դարձնենք, Սկսեցինք դնել, սկզբում սխալ էինք մտածել ոնց պիտի դնեինք, հետո իմացանք, որ կարանք խաչաձև դնենք, դրեցինք ու ինչ որ շտկումներ սկսեցինք անել, որովհետև չէր ստացվում ճիշտ դնել, որովհետև ամեն խաղաքարտի վրա պիտի մի հատ լիներ։ Զոնայի մեջ պիտի մի հատ ազատ մնա։ Օրինակ, էսի որ ազատ մնա, դի մի հատ այս զոնայի մեջ նա։ Այսքանը լավ է։ Տեսի։ Հապա, էսի հանգիստ է, էսի կարա ազատ մնա, բայց էսի չէ։ Պետք է ամեն զոնայի մեջ մի հատ լինի ազատ։ Հա, Չէ, դի չի լինի։ Ընդեղ էլ է 3 հատ ամնում, ստե 2 հատ ամնում։ Գելեք, բայց իմը։ Սպասի, բայց նույնիսկ ամեն զոնայում մի հատ է շարսից մնացած լինի։ Հապա, ոնց է դու տակեսնում։ Ապա եթե չլներ չէին տա։ Ամեն զոնայում մի հատ մնացել է։ Ապեսի սա զոնանը քառակուսի է սիգա։ Այսի ոնց խորը։ Ապա էս էլ չի լինում, այստեղ էլ չի լինում։ Ստեղ էլ էսի որ մի քիչ էս խոմ բերեք։ Բայց Չէ, դի այդ ենք ամնում, էս է 3 հատ ամնում տենց։ Լավ, վեք։ ուրեմն սենց։ Ինչ է դուլը։ Всё, այս բերեք այս կողմ էս էլ սենց տանենք, երեխեք։ Այս բերեք այս կողմ էս էլ սենց։ Հա։ Էս է սենց։ Իշտա։ Թող։ Էս ամնում էջ բուհատ։ Էս այդ ենք անում։ Երեխեք ճիշտ ենք շարը, մի բան պիտի անենք խառնիկ էլի։ Կարակ ուղակի դուք շարեգյանում մենք ենք։ Սպասեք, էսի մի քիչ թեքենք, հլե ճիշտ է ասում, մի քիչ թեքենք։ Ահա։ Չէ, այստեղ երկու։ Ահա, էսի այս սենց, էսի խաչ եկել։ Իսկ որ Էսի խաչ, էսի է։ 1 2 3 էստեղ ամնում։ Այս երկու։ Ա, մի քիչ էլ էդի այս կողմը։ Всё։ Բա էսի։ Չէ, էս է սենց։ Չէ։ Այս սենց։ Ահա, այս էլ այս սենց։ Ինձ թվում է կարող է լինի ավելի լավագույնը մեզանից, բայց ինձ թվում է մենք շատ լավ կարացանք անենք։ Ապե, Չէ, ապե մի վարկյան։ Եթե էսի չէ, էսի ապե դիր էտի, ապե, ապե, Ճիշտ ասած, ես ամենասկզբում հասկացել էինք ոնց պիտի անեինք, բայց մի փոքր շտկում պիտի լիներ, որտեղ երկուսը համընկնում էին, իրար կողք էին, հետո նորից քանդեցինք, դասավորեցինք, բայց էլի չէր համընկնում, 10 րոպե հետո նոր Զորոն մի փոքր շտկում արավ եւ ամեն ինչ դասված։ Շալի մի րոպե, բայց մի վարքյան։ Շատ երկար է։ Մենակ ստեղ է, չէ լինում որ մնում է։ Այս է սենց պիտի լինի։ Ահա, այդ սենց։ Այս է։ Մի րոպե, մի հատա։ Վերջ։ Ես կարծում եմ, որ մեր արդյունքը ամենավատը կլինի։ ապե, դուք երկուսը չէիք հասկացել, բա ոնց վերջում հասկացալ։ Բանը ուզեցա տեղերը փոխի, բայց նոր ֆայմեցի, որ այսպես կարային կանել։ Դու չֆայմիր, ես ֆայմար։ Հա, բեսամ։ Երկրորդ օրն արդեն մեկնարկեց, արդեն սենյակային խաղերը խաղացել են։ Այս պայն նորից ուզում եմ խոսել մեր գործընկերոջ մասին, Լեդիզոնի մասին, որը ոչ միայն մեր գործընկերն է, այլ նաև ֆանտաստիկ առաջարկներ ունի, մասնավորապես միայն կանանց համար, որովհետև հիշեցնեմ, որ Լեդիզոնը միակն է Հայաստանում, որ բացառապես կանանց համար է։ Հիմա ուզում եմ խոսեմ այն առաջարկի համար, որը Լեդիզոնն անում է ոչ միայն մեր ճամբարականների համար, այլ բոլոր կանանց եւ աղջիկների համար։ Եվ այսպես բոլոր երեխաների մայրիկները, ովքեր որ կգնեն Լեդիզոնի փաթեթ, կունենան նաեւ 2 տոմս Երևան պարկի համար։ Այնպես որ ելի երեխաներ շտապեք ձեր մայրիկներին, հիշեցեք այս նորության համար, որ մոտենան մոտակա Լեդիզոն, գնեն իրենց համար փաթեթ եւ ձեզ համար էլ Երևան պարկի 2 տոմս։
Բարև սիրելիներս, ո՞նց եք։ Ես գիշերը լավ եք քնել։ Շատ լավ։ Հիմա ուզում եք ամփոփենք առաջին օրվա միավորները։ Լավագույն տասնյակը պետք է ասեմ, բայց հիշեցնեմ, որ դա ոչինչ չի նշանակում։ Դուք այսօր հնարավորություն ունեք ամբողջովին միավորները այն մարդկանց մասնախոսքը գնում, ովքեր այդքան լավ ելույթ չեն ունեցել։ Հետ բերելու։ Նաև գիտեմ, որ առավոտյան եք, չէ՞, խաղի մասնակցի սենյակներով։ Այո, սենյակներն եմ ասում, բայց մինչ այդ եւ այսպես 10-րդ հորիզոնականը կիսում են երկու մասնակիցներ 8 միավորով։ Վարդանը եւ Զորոն, բայց ծափարենք էլի ամեն անգամ։ Եկեք չասեմ 10-րդ հորիզոնական, այլ ասում եմ 11 հոգու անուններ, ովքեր լավագույն տասնյակում են, որպես այդպիսի միավորները հավասար են։ 9 միավոր միանգամից 3 հոգի։ Եվ այսպես Արմենը զույգերից ծափարում ենք Արփին եւ Մարիան։ Ահա բարձր ծափարում ենք Մարիային էլ։ Մեր փոքրիկ Մարիան ու Արփին ունեն 9 միավոր, հրաշալի։ Եվ ուշադրություն, 11 միավոր ունեն 4 մասնակիցներ։ Արտակը ծափարում ենք Արմանը զույգերից մյուս եղբայրը։ Անին 11 միավոր եւ Մարիան, ասել եմ Գայուշը եւ Գայանը։ Ահա։ Եվ ունեն երկու առաջատարներ, ովքեր ունեն համապատասխանաբար 12 միավոր։ Դավիթը եւ Անրին, բարձր ծափարում ենք Դավիթին ու Անրին։ Դավիթն ու Անրին առաջին օրվա առաջատարներն են։ Շնորհավորում եմ ձեզ։ Հիմա դիրքավորվում ենք։ Ես ասում եմ, ովքեր են սենյակների հաղթողները այսօր։ Նախ ասեմ, որ դա տղաները չեն վերջապես։ Տղաները գրավել են երկրորդ հորիզոնականը։ Ինձ ձեռքով արեք առաջին սենյակի աղջիկներ միացը ձեռք բարձրացրեք։ Առաջին սենյակը ձեռք բարձրացրեց եւ երկրորդ սենյակը ձեռք բարձրացրեց։ Հաղթողները երկրորդ սենյակ։ Հաղթողները 3:20, ֆանտաստիկ արդյունք է։ Տղաները 10 րոպեի շրջանակում են արել եւ ճիշտ ասած ուզում եմ հասկանամ ինչով են զբաղված առաջին սենյակի աղջիկները, մոտ 19-20 րոպե լուծել են խնդիրը։ Դժվար է երեխեք։ Լավ, պատրաստ եք ասենք արդեն այսօրվա անհատական խաղին, սա մեր առաջին խաղն է լինելու որպես այդպեսին երկրորդ օրվա անհատական խաղի, դրսում ձյուն է գալիս շատ հավես, նենց որ այսօր նաև ունենալու ենք ֆանտաստիկ խաղ դրսում, տրամադրվեք։ Խաղի համար հրավիրում եմ այստեղ Գևորգյան Արամին, Արամը կբացատրի խաղը եւ կանցնենք միանգամից խաղին։ Արամ, նա ծափարում ենք Արամին։ Երեխեք, ձեզ լավ խաղ եմ մաղթում։ Ձեզանից յուրաքանչյուրը ունի 6-ական խաղաքարտ, որոնց վրա պատկերված են մուլտֆիլմներ։ Հուսամ նայել եք մուլտֆիլմներ, սիրում եք մուլտֆիլմներ, գիտեք մուլտֆիլմներին, որովհետև մեր հաջորդ խաղը հենց մուլտֆիլմների մասին է։ Ես կարդալու եմ հարց։ Եթե դուք գիտեք այդ հարցի ճիշտ պատասխանը որ մուլտֆիլմն է, բարձրացնում եք այդ մուլտֆիլմով խաղաքարտը։ Եթե ճիշտ եք, 1 քայլ առաջ եք գալու։ Եթե սխալվում եք, մնում եք ձեր տեղում։ Ու այդպես հարցերի ավարտից հետո ով առաջինը կհատի այս եզրագիծը, կստանա համապատասխանաբար 5 միավոր, հետո երկրորդ հատողները 4 միավոր ու այդպես 3, 2, 1։ Հիշեցնեմ, որ այս խաղի իմաստը ոչ թե միմյանց օգնելն է, այլ միմյանց դեմ խաղալն է, դրա արդյունքում, որովհետև դուք ունենալու եք միավորներ։ Բոլորիդ մաղթում եմ հաջողություն, եղեք ուշադիր, չլարվեք, թող հաղթի ուժեղագույնը, սա ինտելեկտի հիշողության և տրամաբանության խաղ է։ Գնացինք, Գևորգյան։ Առաջին հարցը ուշադիր։ Որ մուլտֆիլմում հերոսուհին փախչում է ամրոցից, բայց հետո ինքն է դառնում դրա տերը։ Ստոպ։ Ճիշտ պատասխանն է Մոխրոտը։ Մեկ քայլ առաջ։ Բավականին շատ մասնակիցներ ճիշտ էին, կարծում եմ հարցը բարդ չէր։ Երկրորդ հարց։ Որ մուլտֆիլմում գլխավոր հերոսը չի թռչում, բայց ունի թռչող չխոսող ընկեր։
Ստոպ։ Ճիշտ պատասխան։ Ալադին, Միանշանակ Ալադին։ որ մուլտֆիլմում հերոսի կախարդանքը վնասում է ոչ թե թշնամուն, այլ ընտանիքին։ Ստոպ։ Ճիշտ պատասխան։ Սառցե սիրտը։ Սառցե սիրտը։ Մի քանի փոքրիկ փոփոխություն ենք անում հիմա խաղի կանոնների մեջ, որ ավելի այսպես ինտրիգ մտնի խաղի մեջ ու շարժում ենք առաջ։ Գնացինք հաջորդ հարցը։ Որ մուլտֆիլմում հերոսը չի կարող բացատրել իր ընտրությունը անգամ ամենասիրելիին։ 1 2 3 Ստոպ։ Ճիշտ պատասխան։ Արիել, Արիել, ջրահաս։ Ինչպես հասկացաք, հաշվից հետո եք բարձրացնում։ Պարզա երեխեք։ Գնացինք։ որ մուլտֆիլմի մեջ հերոսներից մեկի համար արևը մահացու վտանգավոր է։ 1 2 3 Մանե ջան, ո՞րն էր բարձրացրել։ Չհասցրիր, ապրի մարդիկ որ անկեղծ ասեց։ Ճիշտ պատասխան։ Սառցե սիրտ Օլաֆ։ Ես ուզում եմ հասկանամ, երբ որ բարձրացրել են ահագին մարդ, այռուց արքան։ Ինչն էր արևը թե վտանգ։ Ուզում եմ, չէ, մի հատ անկեղծ մի հատ եկեք տրամաբանենք, էլի։ Այռուց արքան ընդհանրապես այռուստները հիմնականում նաև լինում են անապատներում։ Ու հենց անապատներում չէ, բայց արևային գոտիներում գոնե։ Զարմանալի տրամաբանությամբ գործեց մի ամբողջ գիծ, դա նաև այն պատճառով է, որ կարծես դուք չեք ուզում մտածել, այլ նայում եք ձեր կողքին ինչ է բարձրացնում։ Հաջորդ հարցը։ Մի քանի հարցից հետո սկսեցին երևալ առաջատարները։ Եվ նաև երևացին նրանք, ովքեր երկար ժամանակ է մուլտֆիլմ չեն նայել։ Մանե, լավ էլի, մանե, դու գիտեիր սա։ Ինչի չպատասխանեցիր։ Ես вообще չգիտեի։ Բայ, չգիտեիր։ 5 տարի առաջ եմ вообще նա։ 5 տարի առաջ ես նայել։ Ճիշտ 2 տարի։ Չես հիշում, հա։ Ոչ ճիշտ լավ։ Դες իհարկե մի քիչ էի նայում, բայց ես շատ եմ նայել։ Բայց մի հատ բան կար, նան մուլտֆիլմ, որը ես չէի նայել, դրա համար մի թույսը դնում էի այդ մուլտֆիլմի վրա, բայց երբ հարցերը լսում էի, մեկ ասում էի, արա, բայց այդ լուրջ Ալադինը կլինի, տենց որոշում էի, տենց գուշակելով, սաղ լավ էր, տենց մենց։ Որ մուլտֆիլմում հայտնի Uptown Funk երգի կատարողի անունով հերոս կա։ 1 2 3 Մոխրոտը։ Բավականին ասեմ ինձ համար, Գևորգյան, ինձ համար բավականին հեշտ հարց էր, գոնե ջրահարցեր։ Ես ուզեցա մի հատ հեշտացնեմ մի քիչ առաջ գան։ Բայց մասնակիցները գնացին այռուց արքայի վրա։ Ուշադրություն, գնացինք։ Որ մուլտֆիլմում կախարդանքը սահմանափակված է թվով։ Ալադին։ Որ մուլտֆիլմի մեջ կան չարագործներ, ովքեր էկզոտիկ մրգեր են։ Ճիշտ պատասխան։ Մոանա։ Որ մուլտֆիլմի հերոսը չի սիրահարվում եւ չի ամուսնանում։ Ճիշտ պատասխանը Մոանա, սիրելիներ։ Հաջորդ հարցը բավականին բարդ է, որովհետև հարցի ճիշտ պատասխանը թաքնված է 3 մուլտֆիլմների մեջ։ Դուք պետք է բարձրացնեք միանգամից 3 մուլտֆիլմի պատկեր։ Պատրաստ։ Որ մուլտֆիլմներից են, որոնք հիմնված են իրական վայրերի վրա։ Ճիշտ պատասխաններն են Առյուծ արքան, Մոանան եւ Սառցե սիրտը։ Ես ուզում եմ հասկանանք մենք հիմա պատասխանում ենք հարցը, այդ ընթացքում տեսնում ենք, որ Մանեն ուղղակի ինչ ուզում անում է։ Լավ ես, Մանես։ Իմ կարծիքով թե ես вообще 0 կլինեմ, դե որովհետև ես մենակ մի հատ խաղ եմ հաղթել։ Ու դրա համար իմ կարծիքով ունեմ 5-4 տենց միավորներ։ Որ մուլտֆիլմում է, որ կախարդանքի արդյունքում ուշադիր
կենթանին դառնում է մարդ։ Մոխրոտը։ Որ մուլտֆիլմի մեջ հերոսի ընկերները ունեն իրենց կյանքի համար կարգախոս դարձած երգ։ Սիմբայի երգը առուց արքայի, Ակունա Մատատա։ Յանան առաջին մասնակիցն է, ով հատում է, ճիշտ է, չգիտեր Ակունա Մատատա երգը, ես երգեցի, նա չուրախացա, բայց կարծում եմ դա հուզմունքից է, բայց ամեն դեպքում Յանա, դու ճիշտ պատասխանով ունես 5 միավոր միատ, Յանային ծափարում ենք, Յանան այս խաղի աղթողն եմ, 4 բաղձալի միավոր հնարավորություն են վաստակելու Վարդանը, Անին և Արփին, հնչում է հարցը։ Որ մուլտֆիլմում գլխավոր հերոսը ընտրվում է ոչ թե մարդկանց, այլ բնության կողմից։ Մոանա, Օվկիանոսն Մոանա և Վարդան ջան, ինչ էիր բարձրացրել։ Չէ, սառցեսիրտ էր էլի։ Սառցեսիրտ։ Ժողովուրդ, եկեք հիշենք այդ մուլտը, ախր բնությունը, ծովը գալիս է ու ստեղծում է ինչի սառցեսիրտ։ Բայց այստեղ ինչ է կատարվում, միանգամից այս բաղձալի 4 միավորի համար մի ամբողջ ազգ է միացել։ Ես ուզում եմ մեր մյուս փոքրիկին, Վիկտորիան 9 տարեկան է։ Վիկտորիա, մուլտը սիրում ես։ Հա։ Քո սիրած մուլտն ես ասում։ Իմ սիրածը вообще ստեղից չկա, բայց Զոտոպիա։ Որը Զոտոպիա մուլտը։ Զոտոպիան։ Շատ լավ։ Շարունակում ենք։ Իսկ լավ դե ասա բանակումի քո սիրած հերոսն ով է։ Ոչ մեկ։ Ոստե։ Չեմ նայել։ Նայելու դու են ասել։ Նայել եմ, բայց Ո՞վ է քո սիրած։ Մինասը։ Մինասը, զուտ Մինասյանն է շուն։ Շատ լավ։ Ուշադրություն, այս հարցում ձեզ մոտ պատկերված նկարներից մի քանիսն են ճիշտ, ուշադիր կլինեք։ Այսինքն այդքան էլ բարդ հարց չի։ Դա իմ սրտով չէ, բայց որոշել է Գևորգյան Արամը։ Ուշադրություն, շատերի համար 4 միավոր վաստակելու հարց։ Որ մուլտֆիլմը կամ մուլտֆիլմները ունեն երկրորդ մաս։ 1, 2, 3։ Շատ լավ, ես ուզում եմ տեսնեմ քարտերը։ Ահա։ Սիրելիներս, ուրեմն ճիշտ պատասխանը կայանում է նրանում, որ ես նշեցի, հուշում արեցի, ձեզ մոտ կան մի քանի ճիշտ պատասխան։ Ընդամենը մեկ մասնակից է բարձրացրել 3 թուղթը, դա Վարդանն է, Վարդանը վաստակում է 4 միավոր, բարձր ծափարում ենք։ Վարդանը վաստակեց բաղձալի 4 Իսկ միավորը։ այստեղ մի հատ նրբություն կար այս հարցի մեջ, որ բոլոր ձեր ձեռքի մուլտֆիլմները ունեն երկրորդ մաս։ Դրա համար Բոլորը։ ուշադրություն պետք է լինեք, ինչի Վարդանը ֆայմեց։ Ապրես Վարդան, նաև Վարդանից բացի Գեղեցկուի Մարիամը եւս քայլարը չէի նկատել, նա նույնպես բարձրացրել էր մեկից ավել քարտեր։ Ուշադրություն, այս բանը առաջատարը Մանեն է, բայց զուտ կյանքով լցված էմոցիաներով Իմ կարծիքով կհաղթի Անդին, որովհետև ինքը արդեն 12 միավոր ունի։ Ես կուզեի, որ իմ ընկերուհի Մանեն հաղթեր։ Բայց հարցնեք ինչ Մանե, որտեղ երեք ցույց եմ տվել։ Ո՞վ է քո ընկերուհի։ Ոպա։ Իմ ընկերուհի Մանեն։ Հնչում է վերջին հարցը, որի արդյունքում շատերը որտեղ որ կմնան, կվաստակեն այդ միավորը, շատերն ունեն հնարավորություն վաստակելու բաղձալի 3 միավորը։ Ուշադրություն, հնչում է հարցը։ Որ մուլտֆիլմի կերպարն է դադարում վտանգավոր լինել հենց այն պահին, երբ վերականգնվում է իր ինքնությունը։ 1, 2, 3։ Ես ուզում եմ նայել ճիշտ պատասխանը։ Մոանա։ Մոանա! Ընդամենը մեկ հոգի ճիշտ պատասխանեց, ինքնությունը շատ կարևոր է։ Դեֆիցի մասին էր խոսքը։ Տեկաներ ինքնությունը վերականգնվում է, դառնում է բարի։ Այո։ Իրացնողներն ընդամենը իր մանկությունում են մահացել այ։ Հասկացա։ Արփին վաստակում է 3 միավոր, բարձր ծափարում ենք Արփին։ 2 միավոր են վաստակում։ Անին, Լիլին, Վիկտորիան, Անրին, Եվան եւ Ալիսան, արդեն անունները հիշում եմ։ Մի հատ իրանց հետ ծափարում ենք, դուք գալիս եք մեկ քայլ առաջ եւ մնացած բոլոր մասնակիցները վաստակում են մեկական միավոր։ Մոտեցեք ձեր անունները գրեք։ Հենց այսպես էլ շատ հետաքրքիր ձևով ունեցանք 3 հաղթող փաստացի առաջին հորիզոնական մեր զույգ քույրիկներից Վանաձորից
Յանան է, չէ՞ ոչ թե Եվան։ Արի Յանը։ Այս հրաշքը, որը ֆանտաստիկ առավելությամբ հաղթեց, երկրորդ հորիզոնականը Վարդանը, արի Վարդան, Քոչարյան։ Վարդանը իր այս դեպքում ոչ թե գիտելիքի, այլ քթիծակի հաշվին հաղթեց, ասա։ Ես հենց այդ 3-ը գիտեի բանի, երկրորդ մասը նրանք չգիտեին։ Դե ոչինչ, կարևորը դու արեցիր առավելագույնը այդ բան, եւ Արփին զբաղեցնում է իր Կարոլ Սիմբա Ռուց արքայի վարպետ Արփին, որը պետքա բարձրացնել Ռուց արքա չէր բարձրացնում, գրավեց 3-րդ հորիզոնական։ Մնացած բոլոր մասնակիցներն ունեն 2 եւ 1-ական միավորներ։ Այս բանին ավարտում ենք մեզ մոտ հանգստյան ժամը, կհանդիպենք արդեն դրսում։ Ես շատ մուլտիկներ էի նայել, բայց հենց այդ երկուսը չէի նայել, Ալադինն ու Առյուծ արքան։ Ես վստահ էի, որ հաղթողների մեջ եմ լինելու ու թենց էլ ստացվեց։ Մենք արդեն դրսում ենք, եղանակ ուղակի նվերը բոլորիս համար։ Այս պահին մասնակիցները բաժանվել են 2 թիմի, կարմիրների եւ կանաչների, կանաչ սալատը, ես տենց էլ չհասկացանք այս գույնը ինչ գույն է։ Բայց ամեն դեպքում թիմերը միշտ ռանդոմ փոփոխվում են, նույն թիմերով չեն խաղում։ Միայն սենյակներն են, որ միշտ մնում են նույն թիմերը։ Խաղը մեր նոր խաղն է, ամանորյա մեր թողարկման վաղտերևի տեսնեք, որ պարսատիկով կամ ռագատկայով կրակում է, մյուս կողմից պետք է մյուս մասնակիցները որսան։ 5 հոգի այս կողմն է, 7 հոգի զամբյուղով պետք է որսա։ Ընդհանուր գնդակների քանակը 15։ Ով վերջում ավելի շատ որսում է, նա էլ ճանաչվում է հաղթող։ Առաջինը կրակում են դեղինները կամ կանաչները, ձեր գույնը չհասկացա։ Միայն դեղինները։ Կրակ։ Հիմա կարմիրները կրակ։ Որովհետև կարմիրները չէին էլ սպասում, ուղղակի կանգնած էին։ Դեղիններ կրակ։ Առաջին միավորը։ Հենց այն առաջին կրակածը հենց տոշնի մի անգամից ընկավ զամբյուղի մեջ, ամեն անգամը կրակածս ընկնում է, ճիշտ էր էլի եթում, մի քանի անգամ տենց կող գնաց, էդ էլ լարերի պատճառով էր։ Կարմիրներ, կրակ։ Դեղինները ունեն 1 միավոր, այս պահին մթնոլորտը թեժ է, հիանալի տրամադրություն, դեղիններ, կրակ և ափսոս։ Հիմա կարմիր, շատ լավ հարված էր, ասեմ, պատրաստ, հարված, կարմիրներ և ես ասել էի, որ պետք է նաև հետևը կանգնեն մարդիկ, չեն լսել ինձ, կրակ, շատ թույլ էր, կարմիրները, կրակ, հրաշալի միավոր վաստակեցին, բավականին բարդ գնդակ էր, 1-ական գնդակ արդեն ամեն մեկ ունեն 1-1, դեղիններ կամ կանաչներ ձեր գույնես չգիտեմ, կրակ, այս անգամ չստացվեց, այս անգամ չստացվեց, կարմիրներ, կրակ, նորից ուժեղեր, ես նորից եմ հիշեցնում, որ հետևում պետք է մարդ կանգնի, բայց չեն լսել ինձ, ուշադրություն դեղիններ, կրակ, շատ թույլ էր, կարմիրներ, կրակ, այո, ֆանտաստիկ լավն է զորոյի կրակը, դեղիններ, կրակ, և ես հաշվում եմ, որտեղ մի ոտքը ներսում էր, հաշվում եմ, 2-1, և այսպես կարմիրներ պատրաստ, կրակ, լավն էր, և խանգարեցին միմյանց խանգարեցին, դեղիններ, կրակ, լավն է, ափսոս, կարմիրներ այդ ընթացում կնի ձեր գործն անեք, կրակ, կարմիրներ, շատ լավն էր, հիմա դեղիններ պատրաստ, կրակ, և ափսոս, բոլորը պայքարեցին, ամբողջ թիմը, Անդրիենց թիմը ամբողջ թիմը գնացել է ձախ անկյուն, աջ անկյունում մարդ չկա կանգնած, բայց դա ձեր ռազմավարությունն է, ուշադրություն, կրակ, այո, կարծես այնտեղ 1 հոգի է խաղում, ասեմ, որ 1 կրակից հետո նորից պետքա ձեզ մոտ մասնակից փոխվի, 1 կրակից հետո,
Պատրաստ։ Դեղիններն են հիմա կրակում։ Արմենն ու Վարդանը ստեղ հրաշալի աշխատում են։ Դեղիններ կրակ։ Լավն է։ Ափսոս։ Ափսոս, շատ լավն է։ Ափսոս։ Կարմիրներ կրակ։ Ափսոս, մի քիչ մի հատ է թող ինքը կրակի։ Ես խաղը դարձնում եմ 25-ից։ Ֆիքսեցիք։ Այսինքն 15-ը ավարտվում է եւս 10 գնդակ ավելացնում ենք։ Հիմա դեղիններ կրակ։ Լովնա։ Այո։ Հիանալի աշխատանք եղբայրների կողմից, զույգ եղբայրների կողմից։ Մի քիչ ձգում են Կարմիրներ, ձգի, մի քիչ ձգի։ Այսա։ Եվ թող Կարմիրներ լավնա։ Հրաշալի աշխատանք։ 3-3։ Հարված։ Հարված լավնա։ Ափսոս, ես կարծում եմ սա Արմենի սխալն էր։ Կարմիրներ, պատրաստ, կրակ, լավն է, այո, միավոր, 4-3 օգուտ Կարմիրներին։ Ռագատկա խաղը ահավոր դժվար էր, բայց դե մեր թիմը շատ ուժեղ էր, կարացանք հաղթահարենք, հաղթեցինք 11-6 հաշվով, ճիշտ է, սկզբում պարտվում էինք, բայց հետո հասկացա, որ ես Արմանից մի քիչ ավելի լավ չեմ նետում, որոշեցի գնամ բռնող լինեմ ու երբ որ գնացի բռնող եղա, մենք դառանք 11. Tell him why you mad. If you need a loan, you should probably just ask. If you need to get it brown, I can send a bus pass. I be in my suite, what a bottle must have. Top shelf, everything we elevated. And we just keep on pouring up, man, I'm glad we made it. Feels so good to be so rich, ain't gotta worry about it. Why we only doing 30, ain't no hurry about it. Bust down for my bust down, carrots and the clarity. They tell me that I'm giving like I opened up a charity. 30 on the dash. Yeah, we riding slow, but that money moving fast. Look at all this cash. Yeah, we riding slow, gotta watch this one be passed. Throw some money in the air like you really don't care, oh yeah. But that money moving fast. Throw some money in the air like you really don't care, yeah, we riding slow, gotta watch this one be passed. M-O-N-E-Y, you know I say fly, cause I'm that Այո, 11-6 Եվ վերջին գնդակը դեղինների Կարմիրները վերջին գնդակ Կրակեք վերջին գնդակը Կրակ Ափսոս Բարդացել եմ զույգ քույրիկներ հյուրա, որովհետև իրանցից մեկը կոնկրետ բան ասում էր, որ ես գնդակից վախենում եմ ու ուզում եմ գնամ այնտեղ բռնեք այդ բանը ու ոնց որ չէր բռնում գնդակը ու մի քանի անգամ եղել է որ իրանց մոտ է գնացել, իրանք ուղղակի կանգնած էին ու այդ ընդհանրապես նորմալ չէր։ Նույնն է իմ այն իսկ կողքում կանգնած աղջիկներին, այդ ասում էին մեր մոտ չի եկել, պետք է թռնելու եմ, բայց որ իմաստը է դա որ իրանք թեկուս թռնելով բռնեք գնդակը, որ մեզ միավոր կա։ Մենք ունեցել ենք 6 հատ միավոր, 6-ն ես եմ բռնել։ Եվ 11-6 հաշվով հաղթում են դեղին կանաչ թիմը։ Կարմիրները կարող էին հաղթել, բայց թիմային կարգապահությունը խախտվեց։ Ամեն դեպքում թիմային կարգապահությունը խախտվեց։ Երկու միավոր վաստակում են դեղին կանաչ թիմը, այդպես էլ այդ գույնը չհասկացա, մեկ միավոր կարմիրները, բայց իրականում կարմիրներից կա մի մասնակից, որը հավելյալ մեկ միավոր կվաստակի, դա ինքը կիմանա արդեն հետո։ Իսկ հիմա երեխեք, հիմա գնում եք ձեզ շատ սիրելի բուս սուրճերը տակ սպասում են ձեզ, գնացեք, հրաշալի եղանակ, հրաշալի տրամադրություն և հիմա մենք գնում ենք տակ սուրճ խմելու, գնացինք։
I'm alive, I'm alive, I'm alive. Sometimes I gotta remind you. Երբ ցուրտ եկեք խմենք էլի մի քիչ։ Չէ։ Եվ ոնց որ 5 միավոր էի։ Ոյ շատ համով եկեք։ Հա, ես շատ եմ սիրում երեքը մեկումը։ Ամեն շատ բոլորն են համով են երեխեք։ Ես բոլորից հանդեսել եմ, բոլորն են համով են։ Ես բայց ամենահամովը իմ համար երեքը մեկումն է։ Այս սենց սառը օրերին պետք է մի հատ սենց վայելենք էլի այս տակ ֆլուերը։ Where do we go now? I wanna let my hair down. I wanna scream a little too. Մանե, գալիս ես։ Հեսա դու գնալու ես պատմես ոնց անցել խաղը։ Երեխեք հələ դուք ասեք։ Շատ ընկերն է։ Շատ լավ անցավ։ Ձերից ամենալավ արդյունքն ո՞վ ա տվել։ Լերին, դու քանիս եք։ Երկու։ Ես լերին, մեկի արդ։ Հա, երեք տեղ հասկացա։ Բայց ճիշտը վարսան շատ հեշտ հարցեր, ուղղակի մենք ենք մի քիչ դեպի։ Լավ, ուրեմն ես Հատմարտինայի հրաշք սեղանի շուրջ եկել եմ հիշեցնեմ խաղարկության մասին։ Մեջը նայում եք QR-ը։ Կա։ Նախ բոլորդ Մարտին ապը քաշել եք, ներբեռներ եք, հա։ Շատ լավ է։ Որտեղ մենակ Մարտին ապի միջոցով է հնարավոր սկանավորել QR-ը ու իմանալ շահում կա թե չկա։ Շահումը հիշեցնում եմ կայծակնային, այսինքն կամ կա կամ չկա, միավոր վաստակել չկա։ Նաև հիշեցնեմ ժամանակացույցը հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը։ 3 ամիս։ Էդի այդպես, հիմա սկանավորեցինք։ Անի, դու հենց նոր շահեցիլ Apple Watch։ Չի հավատում, որ շահել է։ Բայց է ասում, որ իրական շահեցի։ Հիմա բացատրեմ, էլի, որ ճամբարում ենք, երեխեքը մտածում են, ախր ես 1000 անգամ ասել եմ, մեր ճամբարները ռեալիթի ճամբարներ են, այսինքն որ ձևական ճամբարներ չեն։ Դու մեր ճամբարի առաջին մասնակիցն ես, ով Մարտինայի այս ֆանտաստիկ խաղարկության ընթացքում կայծակնային ձևով Մարտինե Պավելված ունենալու ընթացքում շահեց Apple Watch։ Մերսի շատ։ Վանի դու անուշիկն ես։ Անի քեզ շնորհավորում ենք։ Նաև շնորհակալություն Մարտինային այս հավես նվերը ես չգիտեի որս է էմոցիոնալ կընտունի անի, բայց ես որ բացանիմն է կլինի։ Չգիտեի։ Պետքա փորձենք։ Ես քեզ շնորհավորեցի Ալիցա։ Սպասի քեզ ինձ եք շնորհավորելու։ Մինչև Լիլին պայքարում է, ասում է պայքարում է DVD-ի համար։ Մենք տեղափոխ երեխեք պետքա գնանք կարակակտվեք, գնում ենք դրսային խաղերի։ Դրսում ֆանտաստիկ դու եք գալիս։ Ես եմ հաղթելու։ Ուրեմն այսօր մոտեցանք երկրորդ օրվա ավարտին։ Բավականին թեժացել է, բավականին մասնակիցներ արդեն ունեն բավականին լավ միավորներ, բայց կան մի քանի մասնակիցներ, որոնք այդքան լավ միավորներ չունեն։ Դրա համար այս պայն մինչ կանցնենք բուն խաղին, մենք ունենալու ենք հատուկ այն մարդկանց համար 6 հոգի են, եթե չեմ սխալվում, ամենացածր միավորով մարդկանց համար ունենք հատուկ խաղ, որը մեզ համար պատրաստել է Թուգիս հավելվածը, արդեն ամանորում այսպես ասած երկու սեզոնների բախման ժամանակ խաղը փորձարկեցինք, որը հիշողության եւ տեսողական հիշողության հետ է կապված, քարտեզի հետ է կապված, քանի որ Թուգիս հավելվածն է, հա, հովանավոր այս խաղի հատուկ ձեզ համար, դրա համար պետք է կապ ունենա քարտեզի հետ։ Վստահ եմ այս նվերը ձեզ դուր կգա, բայց եւս մեկ նվեր ունենք այսօրվանից սկսած ամեն օր մեզ հյուր են գալու մեր նախագծի շատ սիրելի մասնակիցներ, ովքեր որ հնարավորություն ունեն գալու։
Հիմա այսօր երկու աղջիկ է եկել մեզ, երկու աղջիկներ են եկել, մեկը միանգամից երկու եթերաշրջաններում եղել է, իսկ մյուսը շատ հիշվեց երկրորդ եթերաշրջանից, ուզում եմ բարձր ծափարենք, Լիլիթ Գալստյան ու Մինյոնը այսօր մեզ մոտ են։ Մատ նորից, էլի, մատ էսի բայց չենք ջնջելու, մեզ մոտ ռեալիթի է, մատ մուտքը նորից, էլի ստեղից, նորից, չենք ջնջում, նորից, բայց մենք չենք մոնտաժելու սա, նորից այդ դուն կարաս այդ դուն ձևով գազ, դավա երեխեք ջան, եկան գշուկները, դավա, արեք։ Լիլի ջան, սա ճամբար է, երեխաների ճամբար է, մենք այդ փոխի ապրես, կարակ գակ գրկեք, երեխեք գիտեմ, որ ուզում են գան։ Սեներս զուտ եկել եմ, զուտ պարապել չո իրականում խոստացել է երեխաներին, որ վաղնել ուրիշ մասնակիցներ են գալու, սա այսպես։ Լավ, մենք իրականում շատ ժամանակ չունենք տեղավորվեք։ Դա իմ աղբոր երեխան է միջայլոտ, ավելին ասեմ, ինքը կեզ չի ճանաչում, դու կեզ չի ճանաչում։ Մենք իրար ավելի շուտ ոնց եք։ Մանե իր անուն ինչ է։ Ոնց ասեցի, ինքը կեզ չի ճանաչում։ Բայց դու գիտես, որ մենք անցյալ տարի օգոստոսին ջրօրներքի օրը Մինյոն։ Են դեղին փոջում։ Լավ, գնացեք երեխեք հետ, հիմա ես Լիլիթ ջան, Մինյոն ջան, տեղավորվեք։ Ինչ անեմ, տեղավորվում, կաշի։ Գնացեք երեխեք հետ նստեք, ճիկարներ, հելա որ նստեք, դուք հետ են, այո, գնացեք երեխքի մեջ եղեք։ Սիրեներս, նշում եմ 6 մասնակիցների, վախենում են, տղաները վախենում են Լիլիթից։ Ընկեր Մինյոն։ Շնչի արտաշնչի մի հատ տղա։ Շնչի։ Օպա, Զորո ջան, շատ լավ։ Նշում եմ մասնակիցների անունները, որոնց հրավիրում ենք այստեղ, ովքեր ունեն ամենացածր միավորները։ Մանե Մելիքյան, ծափարությունների ներքո գալիս է այստեղ։ Մանեն ունի 7 միավոր, արի կողքս կանգնի Մանեն։ 8 միավոր, գեղեցկուի Ինեսա։ Ինեսան ենքան էլ լարվում է, լարվածության արդյունքն է։ Հետո 3 մասնակիցներ ունեն, հետ չերեմ, որ ինքը նեղվելա, որ քիչ միավոր ունի։ Վիկա 9 միավոր, արի Վիկա ջան։ Վիկա, բայց ո՞նց է, որ 9 միավոր ունես։ Հասկացա։ 10 միավորներով մեզ մոտ գալիս են ուշադրություն։ Մանեն։ Ես էլ ասեմ Մանեն ինչի է տես ջղայնացած խաղի ընթացքում։ 10 միավորով գալիս է Մարիամ Ղազարյանը։ Արի Մարիամ ջան ես կողմ։ Վիկտորյան, արի Վիկ ջան։ Արի ես կողքս։ Եվ Մարիամ Սարգսյանը։ 7 մասնակից փաստորեն, ես սխալ եմ հիշում, եւ Մարիամ Սարգսյանը։ Սիրելիներս, դուք կողքից չեք մասնակցում խաղին։ Խաղին մասնակցում են միայն այս 7-ը, դուք իրավունք չունեք հուշելու, նախ դուք չեք էլ կարող հուշել, բայց դուք չեք տեսնելու քարտեզ, եկեք մոտեցեք ինձ, Վիկ ջան, մոտեցեք։ Հիմա շատ կարևոր է, որ լինի լռություն, դուք որոշեք հերթականությունը կարող ենք հենց այսպես էլ գանք, բոլորը մեր օգնական հետ միասին դուրս եք գալիս, մնում է միայն Մարիամը։ Սաքսա Մարիամը մնաց, բոլորը գնում են էդ ջան, կամ ինչ-որ մեկը տանում եք Ալինա ջան, տանում եք դուրս, որտեղ նրանք պետք է չտեսնեն։ Հիմա ես բացատրելու եմ խաղը։ Գնացեք, ամեն անգամ կբացատրեմ։ Գնաք կանչ։ Շատ լավ։ Ուրեմն դուքիս հավելվածը նաև հատուկ մանուկների համար գործում է, նրա համար որպեսզի չմոլորվես։ Դուքիս հավելվածը այնպիսի ճշգրիտ քարտեզ է ցույց տալիս, որ մոլորվելը անհնար է իր հետ։ Հիմա այդ նույն քարտեզից իմ հեռախոսի մեջ կա, ես քեզ ցույց եմ տալիս, դու 15 վայրկյան նայում ես, հետո այդ ուղղությամբ դու պետքա գնաս։ Այսպես ասած, մտնելով ինչ-որ մի տարածքական ճիշտ է լինելու կամ սխալ։ Քո ճանապարհը նշված է կանաչ գույնով։ Ուշադրություն, ժամանակը գնաց։ Պատրաստ ես։ Ինչքան շատ սխալվես, այդքան հավանականությունը շատ է, որ միավոր չունենաս։ Մարիամ, սկսի։
Մեկ քայլ դնում կանգնում ես։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Սխալ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Սխալ է։ Ճիշտ է։ Սխալ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Սխալ է։ Սխալ է, հետ գնամ։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ծափարենք Մարիամ ախտարեց։ Կատարելով։ Եթե չեմ սխալվում 4 սխալ։ 4 սխալ։ Մարիամ դու հաստատ միավոր ունես։ Դա կարող եմ հաստատ ասել, բայց մի հատ ոգևորեք, ծափարեք Մարիամին հեշտ չի։ Մանեին, մեծ մանեին ենք ծափարում, մանեն ա գալիս։ Մանե բացատրեմ, խաղը դու երևի թե տեսել ես Արգեմսի տիտանների պայքարի ժամանակ, ասեմ, որ ինչքան քիչ սխալվես, այդքան շատ միավոր ես վաստակելու։ Սա շատ մեծ հնարավորություն է միավորներ վաստակելու համար, դա մեր խնդրեմ, որ օգտագործես առավելագույնս։ Դու ունես 15 վայրկյան քարտեզը նայելու, քարտեզը գրված է կանաչ գույնով։ Ժամանակ ամեն անգամ մեկ քայլ ես անում, սխալվելու դեպքում նույն մենակ մեկ քայլ ես հետ գալու։ Մանե սկսի։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Սխալ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Սխալ է։ Ճիշտ 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 է, ճիշտ է, ճիշտ է, ապրես։ Ընդամենը 2 անգամ Մանեն սխալվեց։ Նայեք, նա ծափարենք Մանեին։ Մանեն ընդամենը 2 սխալ թույլ տվեցի։ Մանեն 2 միավոր վաստակեց, 2 հատ սխալ գործեց։ Վիկտորիա, արի։ Վիկտորիային ծափարում ենք, արի։ Վիկա, հիշեցնեմ, որ քանի որ այս խաղը քեզ համար մեծ հնարավորություն է տվել թուգից հավելվածը, ես ուզում եմ դու մաքսիմում օգտագործես։ Հիմա տեսողական հիշողությունից ո՞նց ես։ Նորմալ, լավ։ Սա քեզ պետք է գալու։ Դու ունես 15 վայրկյան, դու այս խաղը տեսել ես մեր հաղորդման մեջ։ 15 վայրկյան, որպեսզի նայես քարտեզը, հետո մաքսիմում քեզ պետք է չսխալվել։ Լավ կլինի ընդհանրապես չսխալվես։ Հիմա ուշադրություն, ուշադիր ես նայում կանաչ գույնին։ Ժամանակ։ Մի վայրկյան։ Չէ, ժամանակ։ Վիկա։ Մեկ քայլ ես միշտ տնում։ Ճիշտ է։ Ճիշտ է, կանգնի։ Ճիշտ է։ 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 Ճիշտ է, ճիշտ է, ճիշտ է, ճիշտ է, ճիշտ է, ճիշտ է, ճիշտ է։ Ապրես Վիկա։ Ծայրից ծայր ճիշտ անցավ, ծափարում ենք։ Արի Վիկա։ Ֆանտաստիկ լավ արդյունք էր։ Գալիս է Ինեսան, բարձր ծափարությունների ներքո։ Ահա։ Ինեսա ջան, ասեմ, որ Վիկան, Վիկտորիան, Սիմոնյանը ֆանտաստիկ արդյունք դրսևորել է։ Դեռ մեր նախագծում նախադեպ չէր ունեցել, նա ընդհանրապես չսխալվեց։ Նրանից առաջ մեկ էլ մի հոգի չսխալվեց կադրից դուրս, բայց դա հաշիվ չի։ Նայ։ Բարդ չի անել։ Հիմա, քեզ ինչ է պետք անել։ Խաղը տեսել ես մեր նախագծում։ Դա լավ է։ Հիմա ես քեզ տալիս եմ քարտեզը, քո ճանապարհը կանաչ գիծն է։ Մնացած բոլոր լռություն, ձայն չեք անում, դու ունես 15 վայրկյան։
Ժամանակ։ Ինեսա, քեզ հաջողություն։ Ամեն անգամ մեկ քայլ ես դնում։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Սխալ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Սխալ է։ Ճիշտ 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 է։ Սխալ է։ Ճիշտ է։ Սխալ է։ Չես դրել։ Լավ։ Սխալ է։ Ճիշտ է։ Ինեսան 4 սխալ։ 4 սխալ Ինեսան, բայց ծապարում ենք Ինեսային։ Բրավո։ Ինեսան հաստատ միավոր ունի, որտեղ Մարիամը նույնպես ունեցել է 4 սխալ։ Գալիս է փոքրիկ Մանեն։ Մանե ջան։ Մանե ջան, հարց չկա դու եկար, հիմա բացատրում եմ խաղը։ Ստեղ քարտեզ է։ Քարտեզը նշված է նայ կանաչ գույնով։ Դու պետք է այդ ճանապարհով գնաս։ Պետք է ճիշտ գնաս։ Բայց երբ Քանի վայրկյան ունեմ։ Անսահմանափակ։ Մենք կարող ենք մնանք դու ստեղ մնաս, բայց 15 վայրկյան ունես նայելու համար։ Երբ որ սխալվում ես, մեկ քայլ հետ ես գալի։ Դու կարող ես գնաս ուղիղ կամ աջ կամ ձախ։ Երենք այս կողքով չես կարող գնաս։ Պարզ է։ Հիմա նայում ես ճանապարհը։ Պատրաստ եմ։ Նայ նոր երկար նայ վայ։ Ասում եմ պատրաստ եմ։ Հասկացա որ պատրաստ ես, բայց մի հատ ուշադրի նայի։ Պարզա։ Դե գնա։ Ճիշտ է։ 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 Սխալ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Սխալ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ընդամենը 2 սխալ։ Բաբր ասում եմ պատրաստ եմ, թե ես կասկադում։ Վայ մանե, մի հատ բարձր ծապարինք մանեին։ Արի մանե, գնա։ Էլի մասնակիցներ ունենք, եկեք մանե, բայց խոսք ես տալի, որ նստել ես այանի կողքը ու ձեն չհանես։ Պետք եմ ես գնամ ընդ դեսում սպասեմ։ Հա, գնա դեսում սպասի։ Մարամի գազերը ծապարում ենք։ Մարամ, լրություն, աստոր մինյոնը բոլոր տեղերն է խոսում, էլի, կապ չունի, սոմկանի խոսամ։ Իմիջիալոց ասեմ, մինյոն, քո կողքը նստած է քո տղա տեսակը սոմկիքի ժամանակ անդադար խոսալու առումով։ Ես անդադար չեմ խոսում։ Զորոն անդադար է խոսում։ Ես էլ անդադար չեմ խոսում։ Դե զորոն դեմ չէ, զորոն դեմ չէ։ Մեկ նոր եմ ես խոսում։ Շատ լավ։ Լրություն, Մարիամ դու տեսել ես այս խաղը մեր եթերում։ Լավ, արի ուրեմն քեզ պատմեմ։ Թուգից ավելվածը քեզ համար պատրաստել եմ մեծ հնարավորություն վաստակելու լավ միավոր քեզ համար։ Ինչպես ավելվածում բոլոր ճանապարհները ճշգրիտ են ու անհնար է մոլորվել, այդպես էլ մեր ճանապարհն է, քեզ մնում է հիշել այդ ճանապարհը։ Ճանապարհը նշված է կանաչ գույնով։ Դու ունես 15 վայրկյան, որպեսզի նայես ճանապարհը։ Լրություն, կարաս քո ձեռքով վերցնես հանգիստ ես։ Ժամանակ։ Մարիամ, քեզ հաջողություն ենք մաղթում։ Գնաց։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։
ճիշտ է, 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 սխալ է։ Հիմա շարունակի։ Ճիշտ է, սխալ է։ Ճիշտ է, ճիշտ է, ճիշտ է, և վերջ։ Մարիամ, արի մոտես։ Այսքան մոտիկ էիր, որպեսի հաղթեի, ուղղակի վերջում սխալվեցի, շնորհավորում եմ, դու ընդամենը սխալվել ես 2 անգամ, տեղավորվի։ Հաջորդ մասնակիցը, Վիկտորիային մի հատ բարձր ծափարում ենք, Վիկան ընդամենը 9 տարեկան է։ Հիմա տեսնենք, թե ինչպիսի հիշողություն ունի Վիկան։ Նախ, դու տեսնես մեր այս խաղը։ Լավ, հիմա արի մոտես, բացատրում եմ։ Ստեղ քարտեզ է, ճանապարհը գրված է այսպես կանաչ գույնով։ Դու պետք է նայես հիշես ու այդ նույն գծով քայլես։ Պետք է ուշադիր լինես չսխալվես։ 15 վայրկյան ուսումնասիրի ճանապարհը։ Քո ձեռքով վերցրու։ Հինգ վայրկյան։ Պատրաստ ես։ Քեզ հաջողություն ենք մաղթում։ Վիկան մեր վերջի մասնակիցն է։ Գնա Վիկա։ Ճիշտ է, մեկ քայլով։ Ճիշտ է։ Ճիշտ է, ճիշտ է, ոտքը դիր, ճիշտ է, սխալ է, հետ գնա նույն տեղը, սխալ է դա, ճիշտ է, 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 և ճիշտ է, ընդամենը մեկ սխալ։ Այ գանձ, ապրես։ Բրավո, արևոյի աղջիկ, բրավո։ Մի հատ բարձր ծափարում ենք։ Ալին ջան, մանեին կանչեք։ Եվ այսպես, ես հայտարարում եմ միավորները։ Բոլոր 7 մասնակիցներից մոտ են, եթե սխալվեմ, ինձ կուղեք։ Մարիամը և Ինեսան վաստակում են 1 միավոր ծափար ենք, տեղավորվեք, սիրելիներս։ Մանեները և Մարիամը Ղազարյան վաստակում են 2 բաղձալի միավոր ծափար ենք, սիրելիներս, տեղավորվեք։ Եվ մեր 2 հաղթողները, մեկը ընդհանրապես չսխալվեց, մեկը մեկ անգամ վաստակում են 3 միավոր։ Ապրեք, սիրելիներս։ Ապրեք ջիգյաններ, շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն հայտնենք նաև Թուգիս հավելվածին այս ֆանտաստիկ խաղի համար, իսկ մեզ մոտ հիմա սկսվում է մի հատ գժական խաղ։ Մինչ այդ Մինյոն, Լիլ, երեխեքի հետ գնացեք հանգստի զոնա, տժացեք, ուրախացեք, իսկ մենք պատրաստ ենք հաջորդ խաղին։ Ժամանակը գնաց, Աշոտ, երկաթ, ապրես, որ գալիս են հայերի ու այլ երկրացու, ինչա? Սահման, ապրես,
Կոմիտասը ով է եղել։ Կոմպոզիտոր։ Ուրիշ ձև։ Երգահան։ Չէ։ Երաժիշտ։ Չէ։ Վայ, վարդապետ։ Լավ, լսի, ինչ ես լսում սպասում եք։ Ցորեն։ Չէ, սպասում եք։ Զավա, լավ, նա դες ընթատեմ ձեզ, ուրեմն սիրելիներս, զավարով չեմ ընթատում, նայեք, Ռոշեն ընկերությունը մեր ամենասիրելի կանաչ վաֆլիներն է հատուկ էս մեր ճամբարին ա ուղարկել։ Վայ։ Ես բացել եմ, եկեք ուտենք։ Մեր սիրելի կանաչ վաֆլիները հատուկ հյուրասիրություն է բոլորին սիրելիներս։ Երեխեք, Ռոշենի կանաչ վաֆլիներ։ Մենք բան ենք պլանավորել, սկզբից որ պետք է լինի, ինչ ա դա կոչվում։ Նախապատրաստվել, Կապ։ Նախապատրաստություն։ Ախպե նախորոդ։ Նախորոք, կապի։ Լսի, որ ինքը շատ չար է, կոպիտ է։ Դաժան։ Նայել եմ, Դու մտածում որ ես մտել ես առաջատարների շատ։ Այսօր ամենալավը դու ես խաղացել։ Գիրեմ։ Լավա կլավ չի։ Լավ է։ Okay, բայց ուզում արդեն գնանք խաղը սկսենք, շատ կայֆ խաղենք խաղալու։ Դու չես խաղալու այդ խաղին։ Ինչի։ Դու շատ միավորում ես։ Այսքան այն է չխալու։ Մենակ ես չխալու։ Չայնու չի խաղալու։ Երեխեք, բոլորս գնում ենք դալիճ։ Our troubles behind. Շատ հավես խաղա մեզ սպասվում։ Նախ ուզում եմ իմանաք, որ մրցույթային չի սա հավես խաղ է, ու այս խաղից հետո ես ուզում եմ մի քանի խաղեր խաղանք, որը ընդհանրապես նույնիսկ կարող եթերել չտանք, բայց կուղարկենք ձեր ծնողներին Telegram։ Հիմա այսպես։ Խաղը կոչվում է հաջողության պատ։ Բոլոր տեսել եք, չէ՞։ Ասեմ, որ այստեղ ոչ մի նեգատիվ բան չկա, ամեն ինչ բարի է, ամեն ինչ ուրախ է, հավես է եւ անակնկալներով լի։ Բայց ես եմ որոշելու, թե ովքեր են մասնակցելու այս խաղին։ Հերթականությամբ ես կկանչեմ այդ մասնակիցներին, այն մասնակիցներ, ովքեր որ արդեն ունեցան հնարավորություն միավոր վաստակելու, այս պահին բեմ չեն գա, դա հասկանալի է։ Մնացած բոլոր մասնակիցները կգան, ու բոլորը չէ, մի մասը։ Բայց ես ուզում եմ իմանալ, վաղը վճռորոշ օրա միավորների, շատ միավորների, ավելին ասեմ, մյուս օրը էլ ավելի վճռորոշ է, որտեղ ոչ միայն դուք եք միավորներ վաստակելու, այլ նաև ուշադրություն, վերջին օրը անակնկալ է սպասում ձեզ, որտեղ ձեր ծնողներն են գալու, նրանք մրցելու են ձեզ համար, ու ձեր ծնողների մրցած միավորները գալու է ձեզ, նախընտրելի է մայրիկները գան, այս հաջողության պատի ժամանակ ձեզ կխանգարեն կամ կօգնա ծափարեք միլիոն եւ լիլի գալստան։ Իջանետ ինչ ես անում։ Հագնա հասկացա։ Я королева։ Королева։ Հիմա մի քիչ գնում եք աճ ինձնից, որպեսզի չփակեք հաջողության պատը։ Եվ այսպես առաջին մասնակիցը, որ կգա բեմարտակ, որպեսզի փորձի իր հաջողությունը, դա մեր ճամբարի ամենափոքրիկ մասնակից Յանան։ Յանանել է կողմի, բայց մասնակցել է։ Նա Յանայի բարձր ծափարում ենք, բարձր։ Դու պետք է բացես որևէ պատուան։ Եթե ուզես բացել վերևի պատուանները, աղջիկները քեզ կօգնեն, իրանք կարող են քո փոխարեն բացել։ Դու հնարավորություն ունես մի քանի անգամ բացել, բայց հնարավոր է մի անգամից առաջինից հետո չուզենաս բացել, դա քեզ բավարարի, դու կորոշես։ Վալես, քչով կբավարարի։ Բարձ է։ Բայց կարող նստինի, որ էլի ուզենաս բացես։ Մենք Յանային ծափարում ենք։ Նախ որոշի։ Նա ցույց տուր ձեռքով։ Շատ լավ։ Ահա։ Հիմա Նայ, եթե դու ուզում ես այս միավորը, սա մնում է այստեղ, դու բեմարտակից իջնում ես։ Եթե ոչ,
Այս միավորը փակում եմ, ուրիշներն իմանում են դրա տեղը, բայց այս միավորը քոնը չի։ Ինչ է։ Երկրորդ, ուզում մնա ու ես ինչ։ Մնա քեզ մեկ միավորը։ Շեներս Յանան վաստակում է մեկ միավոր։ Բարձր ծափարում ենք Յանա, արի ես քեզ օգնեմ առաջին մասնակիցը։ Յանան էր վաստակեց։ Յուտիմ ես։ Աղջիկներ, դուք նոր ինձ իմ ականջին ասացին, թե իրանք ում են նախընտրել հրավիրեն այստեղ, բայց մինչ այդ ես կանչում եմ ըստ այն տրամաբանության, որը պահանջում է նախագիծը։ Քանի որ նախագիծը չունի տրամաբանություն, խնդրեմ։ Իմ ուզում կանչում։ Գորարի, արի, սերներս ամենափոքրիկը եւ ամենահսկան մեր նախագծի, նախ որոշի, նախ ցույց տուր, որն ես բացելու։ Սա Արի այս կողմից բացի, այս կողմից, պտտի, որ օպերատորը ֆիքսի, ուշադրություն, պտտի, ահա, կրկին փորձի, դա նշանակում է, որ դու ունես հնարություն կրկին փորձելու։ Փորձի։ Խնդրեմ, որոշի ասա որնամ։ Կրկին փորձի։ Էդ էլ է նշանակում, որ պետք է կրկին փորձես։ Անի հատ կարա տես կրկին փորձես։ Սպիտակը լավ գույն է, սպիտակը։ Պատրաստ եւ Նայ, մի րոպե։ Գոր, եթե դու ընտրում ես նվերը, ես քեզ բարձրաձայնում եմ նվերը, դու իջնում ես ներքև։ Եթե չէ, դու շարունակում ես պտտել։ Արա վերցը։ Վերցնում ես նվերը։ Վերջնականը որոշում։ Այո։ Նախ ուզում եմ ասել, որ նվերները նույնը չեն։ Ամեն մասնակից ունի տարատեսակ նվերներ։ Եվ այսպես, Գորը մեր ճամբարի երկրորդ օրը նվեր ունի, որը կարող է օգտագործել կամ ճամբարում, կամ ճամբարից դուրս։ Ուշադրություն, Գորի նվերն է եկող Arm Games ճամբարի, ամառային ճամբարի 50% ճամբարի գումարը։ Եթե դու որոշես գալ Arm Games ճամբարի ամառային ճամբար, 50% գումարը քո փոխարեն կվճարեն Լիլիթը եւ Մինյոնը։ Ես 100%-ը տալիս եմ, ի՞նչ 50։ 50-ը վճարում են նաղդ, մնացածը չգիտեմ։ Գոհ ես։ Այդտեղ դեմ քիչ ուրախացի։ Բարձր ծափարը։ Ողջույն ճորտեց։ Այդ տղա։ Այդ որոշումը Լիլիթինն է գալիս, հա։ Ես ասեմ ում եմ ուզում։ Ես ուրեմն անցած այս քարտեզի խաղի ժամանակ ինքը սենց շոտ աղջիկ է, իրան եմ ուզում։ Ոյսի բուժորի մոտ։ Ինեսան։ Հա, արի։ Okay, ես այսպես չեն կարող մասնակցեմ, բայց քանի որ տվել եմ այդ հնարավորությունը, դապարում ենք Ինեսային հնարավորում ենք բեմահարթակ։ Որ չհուզվես էլ։ Լավ կուկլես, ապրես։ Որովհետև ինքը շատ էր հուզվել։ Դուք ուժեղ եք, ինքը նրբիկ է։ Եղավ։ Շատ լավ։ Ինեսա ջան, նախ ասա որն ես ուզում բացես։ Սա։ Ես կբացեմ։ Անարդար բլից հարցեր։ Եվ անարդար բլից հարցերի համար այստեղ ենք հրավիրում Ազատ Անիբալյանին բարձր ծափարությունների ներքո։ Ասեմ, որ Ազատը մեր նախագծի գլխավոր ռեժիսորն է, ինքը տեղյակ չէ, որ գալու է այստեղ։ Դրա համար է ոտաբոբիկ է եկել։ Բայց անարդար հարցերը միշտ պատրաստ է իրան մոտ։ Երեխուն մեր հարցեր կտաս։ Վստահ ես, հա։ Այո։ Ինեսա, եթե դու հրաժարվես այս փուլից, իմիջայլոց այս հնարություն կա, դու կարող ես իջնել, քեզ կփոխարինի մեկ ուրիշը։ Բայց եթե դու չես հրաժարվում, դու ունես հնարավորություն եւս մեկ պատուհան բացելու։ Մնում ես։ Okay, բայց բարձր խոսած։ Եվ այսպես գնացինք անարտար բլից հարցեր Ինեսային, ինչի անարտար, որովհետև բոլոր պատասխանները Ինեսայի ընտրությամբ սկսվելու են կտարով։ Ով է կտրում մազերդ։ Կարինեն։ Ռեալ գոյություն ունի այդ մարդը։ Հա? Օրինեց։ Կարինցյան։ Լիմոնադի ֆիրմա ես բացել, անունը ինչ ես դնելու։ Կլոր։
Արա, գալա։ Կլոր։ Կլոր շշերի մեջ երևի։ Շարունակի։ Знаю, скоро тебя. Կուսаю։ Ասա։ Ասա։ Ինչ։ Կուսаю։ Այսա մանե դու ես գալիս։ Ինչ ես սիրում անել Կիրակի օրերը։ Կռունկ լսել։ Կռունկ գայներն են լսել։ Կծում եմ։ Կծում եմ։ Ասա 3 անտակտ բառ։ Կապիկ։ Կապիկ։ Կոպիտ։ Կոբիկ։ Այ կով։ Կովը անտակտ բառա։ Անցնենք առաջ։ Պատրաստ ես։ Ինչ ձեն ես անում, երբ ժողովի ժամանակ զուգարան ես ուզում։ Էսի միշտ ես հարցը տալիս եմ, երբ որ հայտնիներն են ելնում, ինչ կոմենտ չգրեն ես վիդեոյի տակ։ Կռիվ մի արեք հետ։ Կամ գերել։ Հա, այդ գրելու են հաստատ, որտեղ տենց է աշխատում։ Ինչ կասեր, եթե հանդիպեիր նախկին ընկերուհուդ։ Կամ ընկերոջը։ Կամ ընկերոջը։ Կապիկ։ Կամ կոպիտ։ Ունես մեզ նախկին ընկերուհի։ Կապիկ։ Մարդիկ ում հետ էլ չէ շփվում, նեղացել ես բան։ Հա, ինչ կասես։ Ու իրանց կասեիր։ Իրանց կասեիր։ Կոպիտ, կապիկ։ Կոպիտ։ Կոպիկ։ Կոպիտ ես դու եղել Ինեսայի հետ նախկին ընկերուհի։ Այսքանը, շնորհակալ։ Այսքանը մանեին դու պաս, մանե ալի։ Դու արի կանգնում ես, դու շարունակել ես, բայց մատ ես կանգնի դու եկել, էլի, մանե, լարի։ Արի որ ընտրություն անենք։ Եվ ծափարում ենք մանեին։ Բրավո մանե։ Հասկացել ես խաղը։ Խելացի։ Տառ ես որոշում բոլոր հարցերին պետքա պատասխանես այդ տառով։ Ուշադրություն։ Հա? Ընտրման բտավը։ Բասի դե։ Սա օրինից դուրս ենք անում, դու ուզում ենք ուրախանենք, ճամբար, համաձայն չի ճամբարը։ Պատրաստ ես մանե։ Այո։ Անարդար բլից հարցեր մանեին, ինչի անարդար, որովհետև բոլոր պատասխանները մանեի ընտրությամբ սկսվելու են Բ-ով։ Գնացինք։ Ում հորանջելն ես սիրում։ Պապիկիս։ Պապին մեկ միավոր։ Եթե բացես պատգուզնիկի ֆիրմա, ինչ կդնես անունը։ Պապ։ Այսինչ չէ։ Հե։ Պուկ։ Պուկ, որովհետև երեխաներ անում են պուկ, դրա համար, հա։ Ապրես։ Շարունակի, ինչքան մարդ գիտես։ Լավ, մանեին ծափարում ենք, Չէ, ապրես, բանից, լսում ես, Ինեսյան տեղավորվի, չստացվեց, Կցիր երեխան գերի։ Էլպեչի։ Ապրես Ինես ջան, ես խաններ։ Այո, ծափարում ենք Ինեսի և Ախնատի։ Ազատ ջան, դու գնա զբաղեցու քո դիրքը, բայց ինչ եք կարծում, էլի կուզեք Ազատը վերադառնա բեմը արտա։ Այո։ Ես ուզում եմ։ Հիմա, քանի որ Ինեսան անցավ այդ փորձությունը, Ինեսան կորոշի հիմա, որ պատուհանն է բացելու։ Նախ ցույց տուր։ Բացի դեպի կամերա։ Սա, ուշադրություն։ Եվ նվեր։ Չի տվի բերնից նվերը։ Նորից, հարցը ընչելու այսպես։ Կամ դու ընտրում ես հիմա նվերը, կամ փակում ենք, շարունակում ենք։ Ինչ ես ուզում։ Նվերն ես ընտրում։ Էսի ուրիշ է։ Նվերի պարունակությունը հիմա կբարձրաձայնի Մելիքյան Արամը։ Այսինքն ես։ Բրավո Արամին, երեխեք ծափ։ Այն նվերը, որը Ինեսը կօգտագործի, կարող է օգտագործել այստեղ կամ այստեղից դուրս։ Նույն բառը զուտ գորունն եմ ասել, դրա համար եմ ասում, այսպես թե այնպես գորը այստեղ չի կարող օգտագործել։ Եվ 13 տարեկան Ինեսան ունի Arm Games նախագծից վերջին սերնդի AirPods։ Այո, սիրելիներս։ Ուզում եմ օգտագործում ես AirPods։ Այնքան ես լավն է, էլ պրո բան որ կա։ Դե ինես այն բարձր ծափարում ենք, սա վերցնում ենք։ Բայց դա դու նաև շնորհակալ եղի Լիլիթից, որովհետև դա իր կողմից էր, սա քեզ։ Շարունակում ենք հաջորդ մասնակիցը
Արդեն ընտրել է Մինյոնը, Ասեմ, ասա։ համարը ասեմ, էլի անունը չեմ։ Ասա, ես անունը կասամ։ Երեխեք, սպասեք։ Ոչ մեկի աչքերին մի նայի։ Ցոգիր սենց են անում։ 057։ 057 Դավիթն է գալիս, ելներ, բարձր ծափարում ենք Դավիթին։ Շատ լավ։ Դավիթ ջան, տրամաբանությունը հասկացել ես։ Գնացինք։ Դավիթի մամայի համար է այս վիդեոն։ Երկու միավոր։ Քեզ առաջարկում եմ, որ մտածես, սա վերցնես, թե ամեն դեպքում հարկես։ Երկու միավոր, Դավիթը Մինյոնի թեթև ձեռքով, գրեթե ոչինչ չանելով, այսօր վաստակում է երկու միավոր, բարձր ծափարում ենք։ Կարող ես նստել։ Շատ լավ։ Հաջորդ մասնակիցը, որ կգա բեմարտակ, 011։ դա կորոշեմ ես, դուք ձեր գործն արել եք, դա Հա, այսօր դեմքով կհիշեմ։ 02 համարն է Լիլին է, բարձր ծափարությունների ներքո։ Ինքն է չէր խաղացել։ Ուշադրություն, Լիլին որոշումը կայացրեց։ Բացի։ Դոտարկ, ուղղակի։ Դու կարաս որոշես նստես, կարաս շարունակես։ Կարո՞ղ շարունակեմ։ Երկե։ Իքի քանի որ էս եք ուզում, էսի կբացեմ։ Շուտ ասելուկ մանդարինը բերանում։ Նայ։ Եթե դու որոշում ես շուտ ասելուկ ասել մանդարինը քո բերանում, դու շարունակելու ես բացել պատկոնները։ Okay։ Շատ լավ, բերեք մանդարինները։ Բերել եմ։ Քանի հատ։ Շատ լավ։ Երկու հատ դիրել չենք ուտում։ Չես ծամում, մի հատ են կողմը, ընթացքում ավելացնելու ենք։ Կարտա։ Սա սինականին, սիսականի, մուկոմատը մատին կտա, տանտա, կարասը պատին կտա։ Սանասար սալուսիներ, իսկը սաս։ Շատ լավ, շատ քիչ, հա։ Էլի դիր, ես կասեմ, էլի դիր։ Էլի դիր։ Էլի դիր։ Վրա, պտտվես կոմ, էլի քիչ է։ Դիր, ես կասեմ։ Մի հատել։ Այսա։ Հետ չտասել մեկ։ Ուշադրություն, ցոլակը ցատկեց այստեղից։ Շարակու շասես, շանկարպասին։ Շարունակի, ուսուցիչը չինացի ծրիչից գրի։ Շարունակի։ Մկրատը տուր մկրչին։ Մկրչին, չոր մրծաղը, մրծաշոր տսին։ Փամբակով փապուկ բամբակ կա։ Փամբակով փապուկ բամբակ։ Մի փուչիկ տոկտի մեջ տոկտի։ Լավ, եկեք ասենք, որ անցավ այդ փորձությունը։ Բայց հիմա պետք է ուտի մանդարինները, բոլոր մանդարինները պետք է ուտի։ Արի, շատ խնդալու կլինի նորից բացի նույնից, խնդրեմ։ Դատարկ։ Որը։ Նվը։ Բայց նորից եմ ասում, դուք չգիտեք ընդեղ ինչ կա թաքնված։ Հա, եկեք, ես։ Նվերն ես ուզում։ Հասկացա։ Լիլին այսօր Arm Games նախագծից ունի նվեր։ Մենք ունենք սպասվելիք Arm Games Kids։ Arm Games Kids-ը մի փոքր այլ է լինելու, տարբերվելու է մյուս Arm Games Kids-երից։ Լինելու է սերիալի նման։ Ընտրվելու են մասնակիցներ, ոչ շատ մասնակիցներ, եւ այդ մասնակիցները մոտ 8 սերա լինելու են նախագծում։ Դու ոչ միայն կլինես այդ նախագծում, այլ լինելով նախագծում կսկսես միանգամից երկրորդ սերիայից։ Առաջին փուլը դու միանգամից անցած կլինես։ Դա այսօր Arm Games նախագծի ձմեռային ճամբարի նվերն է քեզ։ Նաև ասեմ, որ դու դա կլինի գարնանում։ Լավ նվեր էր։ Հիմա լավն է երեխեք։ Շատ լավն է։ Շատ լավ դե ծափարում ենք Լիլին ունի այդ ֆանտաստիկ նվերը։ Վանաձորից մենք հյուր ունենք սերներս։ Եվա, ծափարում ենք Եվային։ Բարձր ծափարում ենք Եվային։
Այդ տղա դու 50% զեղ չունես համարային ճամբարում։ Ահա։ Ընտրեմ հա։ Մատել մատել ձերով է, տնեցքին ձերով արամ, ասա բարը ձեզ։ Բարև ձեզ։ Ասա բարև Վանաձոր։ Բարև Վանաձոր։ Ապրես։ Հիմա ընտրի, բայց մի բացի։ Սա, արի ես այդ օգնում հա։ Ես առաջարկ ունեմ Եվային։ Եվա, եթե դու հրաժարվում ես նվերից, ես քեզ տալիս եմ 3 միավոր։ Ոչ։ Ոչ։ Միավորը ավելի կարևոր է։ Կյանք նվերը կարա անկապ նվերը լինի, ասենք ասի քեզ Մանդարին։ Մանդարին։ Ես նվերներից չեմ հրաժարվում։ Ես քեզ նվեր չդեմ։ Ասեց, որ ինքը նվերներից չի հրաժարվում։ Բան չասեցի, ես մարդը բացել եմ։ Ուրեմն ուշադրություն։ Քո նվերը մեզ կօգնի նաև Լիլիթը։ Իհարկե ստերեմ, այո։ Գալս ջան, դրամա Լիլիթը եկել։ Դուք էլի քուրիկ ապերիկ ունեք։ Հա, մի հատ մեծ քուր։ Քանի տարեկան է։ 16։ 16։ Ահա, բարև եմ այդ քուրիկին։ Ուրեմն դու քո քուրիկների հետ, Յանայի եւ մյուս քուրիկյանին ինչ է։ Մարի։ Մարի եւ քո ծնողների հետ կունենաք հնարավորություն 1 օր ամբողջովին անվճար անցկացնել Ծաղկաձորի Արարատ Ռեզորտ հյուրանոցում։ Ամբողջովին անվճար։ Ամբողջ ընտանիքով կգնաք, այնտեղ կսնվեք, այնտեղ ժամանակ կանցկացնեք, այնտեղ լողավազանել կա։ Բայց ես խորհուրդ կտամ դա անել մի քիչ եղանակները համաձայն եք դա անեք ամրանով։ Այո։ Դե բարձր ծափարենք սիրելիներս։ Սիրելիներս վաղն էլ լինելու այս պատուանից, ինչ եք ուզում։ Բարձր ծափարենք մեր քուրիկներին։ Զորո ջան, բոլորն ուզում են դու գաս։ Դե արի, լավ։ Շատ լավ։ Արի։ Զորո ջան, խնդրեմ։ Որոշի նոր։ Սա։ Հա։ Կարող եմ բացել։ Չի կարող բացեմ։ Լավ է։ Մի միավոր։ Էիր ուզում, միավոր, էիր ուզում։ Չհրաժարվում եմ։ Հրաժարվում ես։ Հա։ Հակում եմ դու շարունակում ես Հակում խաղը։ եմ ես շարունակում խաղը։ Հասկացա։ Զորոն մեկ միավորից հրաժարվեց, ֆիքսել ենք բոլորս։ Այո։ Մեջտեղի սպիտակը։ Ոչ պիտակ չկա։ Այսին։ Կրկին փորձիր։ Բերեկերս դու անես։ Մի միավոր։ Փորձում չունեմ։ Չի ուզում, այստեղ են միավոր չի ուզում։ Ուզում եմ, բայց բարդ։ Օպա, բերում ենք փուչիկը հելում գազով։ Հելես Դավիթին հաց ունեմ։ Փոշմանել ես, որ միավորը վերցրել ես։ Բան դպավոր ավելի լավ նվեր լինի։ Չես փոշմանը, հասկացա։ Տվեք։ Տվեք չէ, հազիվ պետք է։ Ձերքերով պայի երկու, միջև վերջ չես անում։ Ծիտիկ մոտարիկ, ես դամ ծորեն ու գարի, չվախենալ չտրճես, ես չեմ ուզում բռնեմ կեզ։ Քաշի, միջև վերջ քաշի, ահա։ Խոսա։ Նապաստակի չես զես ծառի տակ, արի գնանք մեր պակը, չեմ գա ձեր պակը, ձեր պակեն, մեծ ջունիկը համ կան, իմ պոչիկը։ Լավազի չէ։ Եկեք խոստովանենք անցափորձությունը, անցելա։ Ուշադրություն, զանգիր պապային և ասա, որ սիրում է հեռախոսս։ Հեռախոսս բերեք, զանգեք խնդիր չունեք։ Զանգի, լրություն։ Ուրիշ բան չես ասում։ Չեմ։ Ուրիշ բան չես ասում։ Չեմ։ Ալո։ Արամ ես։ Պապ։ Հա, տղե։ Բարև ձեզ։ Բարև։ Պապ ջան, ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ, ջանքս։ Ապրես պապ ջան, այդքանը։ Պապ զուտ ես քեզ ահավոր շատ եմ սիրում, պակա։ Տղես, ես քեզ ավելի շատ։ Տղես։ Ապրես պապ ջան։ Լավ, Սամ ջան, հասկացանք, վերջ։ Մերսի շատ պապ, պակա։
Անջատեք։ Այսքանը ջիգյանս։ Վերջ գնացի։ Այո, սերներս։ Բարձր ծափարում ենք Զորո, բայց է դատուրինց։ Մյուս Զորոն է գալիս։ Նա ծափարեք Զորոին։ Զորոին սպասեք։ Ծանր Զորոն եկավ։ Եվ Զորոն որոշում է, որ նա բացում։ Լրություն։ Ուշադրություն։ Մեկ միավոր Զոր։ Զոր, բայց լավ մտածի, տես ու դե ինչեր է մնացել, տենում է Զորոն ինչերի մեջով էր անցնում։ Դու էլ ես ուզում տենց բաների մեջով անցնես։ Դու գիտես, հաստատ։ Դե փակում եմ։ Զորոն որոշեց հրաժարվել մեկ միավորից, Զորո։ Կանգնիր աթորին եւ արտասանիր քարյակ։ Հիմա նա, եթե դու հրաժարվում ես, գնում ես, նստում ես։ Կանգնում ես աթորին։ Բերեք աթորը։ Ուշադրություն։ Զորոն կանգնում աթորին, մենք ծափարում ենք, բարձր ծափարում ենք։ Ուշադրություն։ Մայրս փոքրիկ, մայրս մեծ, մայրս մի մայր հասարակ, մայրս հայցմար երկիմի մեջ, արվիդը միջորակ։ Բարձր ծափարություններ։ Ասեց, մարդը արեց, ասեց և արեց։ Ապրես, Զոր ջան, հաջորդն։ Բացիր, նվեր։ Քո մայրիկը քանի տարեկան է։ 41։ Դուք Երևանում եք բնակվում։ Հա։ Հրաշալի։ Ես իմ գործընկերոջ միջնորդությամբ քո մայրիկին, քո բանաստեղծությունը նվիրվածերում մայրիկդ 3 ամիս անվճար կունենա փաթեթ Լեդիզոնից անվճար հաճախելու ֆիթնեսրա, որտեղ միայն կանայք եւ աղջիկներ են։ Դες որ կարող ես գնալ մայրիկին գրկել, ասել մամ ջան 3 ամիս հրաշալի տարածք ունես պարապելու, ասեմ ավելին։ Հա, գնաս Երևան, մաման ա տալու։ 9 ամիսը իմ կողմից եմ տալիս կյանք։ 9 ամիսը ինքն ա տալու։ Մի տարի։ Մի տարվա փաթեթ եղավ։ Բարձր ծափարում ենք նաև շնորհակալություն մեր գործընկեր Լեդիզոնից, այս ֆանտաստիկ, մենք Լեդիզոնի մեր գործընկերոջն է բարձր ծափարենք։ Ապրես իջի։ Մենք նաև ունենալու ենք հաջողության պատի նման խաղ, ոչ թե հաջողության պատը, արդեն վերջին օրը եզրափակիչ խաղի օրը, երբ որ նաև այստեղ կլինեն ծնողները։ Այսօր գժական նվեր ստացավ Գորը, մի հատ Գորջան ծափարի, Ինեսան, Լիլին, Եվան եւ նա ծանր քեզ պայզո ջան, մի թեթեցու տեղը, տել այդ եւ Զորոն, ծերներս մենք վաղը մեզ սպասում է շատ լարված օր։ Գիշերը ուշ եք քնել, հենց որ ձեզ խորհուրդ եմ տալի, այս գիշեր քնեք շուտ։ Նաև ես շնորհավորում եմ բոլոր այն 6 մասնակիցներին, ովքեր Թուգիս ավելվածի միջոցով եւս մասնակեցին հավելյալ միավորներ։ Մնացած բոլորը արդեն կաշխատեն, կպայքարեն վաղվանից սկսած։ Բարի գիշեր, այսօր ավարտվեց Reality Ճամբարի 2-րդ էպիզոդը, կհանդիպենք մի քանի օրից 3-րդ էպիզոդի ժամանակ։